Ինչու Փաշինյանի որդին հայտարարագիր չի ներկայացրել։ Չգիտեմ, դա իրանց հայտարարագիրը ամեն մարդու իրավունքն է ընդունելու։ Բայց պաշտոնյաները ներկայացնում են ամեն տարվա վերջում, նախորդ տարվա։ Նա պաշտոնյա է։ Բայց պաշտոնյայի որդի է, բոլորն էլ պետք է ներկայացնեն։ Դե երևի մտածում եմ մի ընտանիքի անդամ են, հայրը ներկայացրեց բավական։ Իսկ կարող է ունեցվածք չունի։ Չգիտեմ, ամեն ինչ հավանական է։ Չեմ անում։ Իրանց գործն է, իրանց ձեռն ասա։ Հայտարարագիր, որտեղ Փաշինյանի տղան է։ Փաշինյանին հետ բանը տվել է այդ անդրագիրը այսինքն։ Փաշինյանը հայտարարագիր ներկայացրել է, այո, բայց որդին ոչ։ Մալադոց Փաշինյան։ Որ ներկայացրել է։ Էլ ինչ ասեմ։ Որդին ինչու չի ներկայացնում։ Ասացի արդեն Փաշինյանի համար, որտեղ Փաշինյանի տղան է։ Պարզ չի որ։ Աղջիկներն էլ են ներկայացրել։ Լավ են արել, տղան հիմա ելևէ ես առած ինչքան գիտեմ բանա, նարկոշ է ինչքան գիտեմ, լսել եմ տենց, չեմ կարող ասեմ, այդ ասում են ժողովուրդը հենց այստեղը չի ասում, էլի։ Նենց որ։ Չի ուզում չի ներկայացնում։ Չեմ զբաղվում քաղաքականությունով։ Փաշինյանը իր ինչն է ներկայացրել, որ որդին էլ ինչ-որ մի բան է ներկայացնի։ Ինչ-որ կա կեղծիքա սուտա ժողովուրդ ջան։ Նրանք իրանց ինչն են ճիշտ ներկայացրել, որ դա ներկայացնեն, չեմ կարծում, որ ինչ էլ որ ներկայացվել է, ռեալ ու ճիշտ տվյալներ է ներկայացվել։ Օրինակ եկեղեցուն, որ թիրախավորում են, դա շատ վատ է, ուղղակի այս ժողովուրդը քնած է, ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Միայն ստամոքսի, ուտել խմելու մասին ու քեֆանելու մասին է մտածում մեր ժողովուրդը։ Ասում է կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտել է։ Ես չեմ հավատում, դա սուտ է։ Չկա նման բան, ես ինքս Էջմիածնից եմ, ծնունդով, չկա նման բան։ Եկեղեցին գիտեք միշտ քրիստոնեությունը պահպանել է մեր, միշտ այն տարիներին, երբ որ անգամ մեր երկիրը ղեկավարել են այս սենց Փաշինյանի նման ղեկավարների օրոքել, քրիստոնեությունը միշտ պահպանվել է եկեղեցու շնորհիվ մեր ազգի մեջ ու միակ համախմբումը եղել է եկեղեցու շուրջը, մեր քրիստոնեության շուրջը, սա Աստծո դեմ է պայքարը, չեն հասկանում մեր ժողովուրդը, որ ինքը լինելով հանդերձ աղանդավոր, իր ամբողջ ընտանիքով հանդերձ, ինքը պայքարում է մեր կրոնի դեմ։ Այս իշխանությունը ես ոնց հասկանում եմ պատրաստվում է 26 թվականի ընտրություններին։ Եթե գնացինք մենք ընտրությունների, մենք էլի տանուլ ենք տալու։ Ինքը անցնելու է։ Նիկոլը հաստատ անցնելու է։ Ձայներով, իհարկե կեղծ ձայներով, անցած ընտրություններն էլ էր կեղծ ձայներով։ Իսկ չեք կարծում, որ դեռ նրանց վստահողներ կան։ Կան, ես համաձայն եմ ձեր հետ, կան, հանձինս իմ հարազատների մեջ էլ կա, որոնց հետ ես ընդհանրապես չեմ շփվում, խզել եմ բոլոր կապերս, բայց կարծում եմ չպետք է հասնի այն օրին, որ մեր ժողովուրդը գնա ընտրության։ Եթե գնացին ընտրության, իրանք միանշանակ կենտրոնական հանձնաժողովի անդամն էլ է իր մարդը, նախագահն էլ է իր մարդը, իրանք անցնելու են։ Ուղղակի մինչև ընտրությունները ինքը պետքա չլինի։ Չգիտեմ, դա ոնց է արվելու, իրանց չգիտեմ ոնց պետք է արվի, բայց պետք է ինքը չընտրվի, չհասնենք ընտրության, մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Փաշինյանը այնքան ազնիվ մարդ է, այդպես հարցեր չտակ, գնա։ Ամենաազնիվը։ Ոնք իրանք են ինչ ուզում անում են, էլի ցավոտ բան։